Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, 23-ն է այսօր հունվարի օրը ուրբաթ աշխատանքային շաբաթը մոտեցավ իր ավարտին, մի քիչ ծանր, մի քիչ թեթև, բայց հուսանք, որ յուրաքանչյուր օրը մեզ բերում է այդ հույսը, որ օրը ավելի լավ է դասավորվելու, քան երեկվա անցած եւ պատմության գիրքն անցած օրը։ Սկզբի համար ինչպես միշտ առաջարկում եմ ծանոթանալ օրվա նշանավոր իրադարձություններին։ Բարի լույս եւ բարի հաճելի օր եմ մաղթում ձեզ։ 23-ն է այսօր հունվարի, այսօր ձեռագրի համաշխարհային օրն է, Իսլանդիայում ամուսինների օրն է։ 1556 թվականի այսօրը Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ մոտ 830,000 մարդ, այն պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է։ 1831 թվականին Բելգիան ընդունեց իր պետական դրոշը։ 1849 թվականին Նյու Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ հանձնվեց։ 1895 թվականի այսօրը աշխարհում առաջին անգամ մարդը ոտք դրեց Անտարկտիդայի ափին։ 1996 թվականին սկսեց հեռարձակվել Ար հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը։ 2012 թվականին Ֆրանսիայի Սենատը հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն ենթարկելու մասին օրինագիծ ընդունեց։ 1783 թվականի այսօրն է ծնվել Ստենդալը, ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը։ 1832 թվականին ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը Էդուարդ Մանեն։ 1840 թվականին է ծնվել Էրնեստ Կարլ Աբեն, գերմանացի ֆիզիկոս եւ հասարակական գործիչ։ 1863 թվականին ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։ 1923 թվականին է ծնվել Կարփ Խաչվանքյանը, հայ դերասան, ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայտնի կատակերգական ժանրերում իր խաղացած դերերով։ 1963 թվականի այսօրն է ծնվել Ժոզե Մոուրինյոն, պորտուգալացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ։ 1984 թվականին ծնվել է հոլանդացի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը։ Նա Հոլանդիայում 2014 թվականին ճանաչվել է լավագույն մարզիկ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շատ մեծ հաճույքով պետք է ներկայացնենք մեր հյուրին, արդեն իսկ մինչև եթերը սկսելը, հիշողությունների կծիկը քանդվեց ու սկսեց ջերմացնել մեզ բոլորիս, հետաքրքիր ինֆորմացիայի եւ հետաքրքիր հիշողությունների րոպեներ ենք ապրելու, օրվա մեր սիրելի հոբելյարին հիշելով Կարփ Խաչվանքյանին։ Եվ այսպես մեր հյուրն է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը։ Շատ ուրախ ենք հերթական անգամ ձեզ տեսնել մեր տաղավարում, ամեն անգամ երբ դուք գալիս եք լրիվ ուրիշ լույսերով է պատմում։ Շնորհակալ եմ, փոխադարձ է այդ բոլորը։ Շնորհակալություն ձեզ դրա համար։ Իդեպ շատ շնորհակալ ենք եւ հետեւյալ հարցը միանգամից, չգիտեմ, քանի սերունդների համար, բայց հաստատ կարելի է ասել բավականին մեծ թվով մարդկանց համար Կարփ Խաչվանքյան անունազգանունից հետո անմիջապես կոմեդիայի թատրոնն է հիշվում, կոմեդիայի թատրոնը եւ Կարփ Խաչվանքյանը այս կապը շատ ուժեղ էր, շատ առանցքային ու կարեւոր դերասան ու ներկայացուցիչ էր թատրոնի։ Մենք այսօր կփորձենք ձեզ հետ միասին ձեր օգնությամբ հիշել դերասանին մեծանուն, ով կարողացավ, անընդհատ կրկնվում ենք, ես այսօրվա եթերին պատրաստվելով հասկացա, որ եթե անցած տարի էլ հանդիպեինք, երևի նույն բաները պիտի ասենք, մարդ որ կարողանում էր լացի միջից ծիծաղ բերել դժվար ժամանակներում, այո, կկրկնվենք, միշտ պետք է երևի կրկնվենք, կյանքի ցիկլը անդադ այսպես կրկնվում է, եւ մենք չենք կարողանում մոռանալ այն ժամանակները, որ մեզ պարգևել է Կարփ Խաչվանքյանը։ Ինչ եք դուք այս օրերին հիշում։ Գիտեք, հիմա ես պիտի խոսեմ իմ սիրելի արտիստի մասին, եսակ հպարտության, ցավի, զարմանալի զգացումներ են հիմա ինձ պարուրել։ Ես ձեր թույլտվությամբ պարզապես մի փոքր լրացնեմ ձեր խոսքը։ Ժողովուրդը իզուր չէ, որ ասում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի Կարպի թատրոն։ Զարմանալիորեն Խաչվանքյանը խաչել է այդ։ Կա, նա այնպես ապրեց այդ թատրոնում, որ դարձավ իրենը։ Զարմանալի, այնքան տաղանդավոր ապրեց, այնքան համեստ ապրեց, էլի զարմանալի, այնքան աննկատ ապրեց, որ նկատվեց։ Դերասանը այդպես է, ով բեմում շատ է բղավում, նրան չեն լսում, ով մեղմ ինչ-որ մի նախադասություն է ասում, հանդիսատեսը լարվում է։ Այ Խաչվանքյանի օրինակը
զարմանալի վառ, զարմանալի փոթորկուն երևույթ բեմում, զարմանալի անհետաքրքիր, տխուր, ձանձրալի մարդ կյանքում։ Այդպիսի բան ես դա ուրիշ դերասանի մոտ ես չեմ տեսել այդպիսի բան։ Զարմանալի լուր։ Գիտեք, գալիս էր, հիմա մենք մեր այս կարճ ընթացքում մենք չենք վերլուծելու նրա բոլոր դերերը, բան նրա մարդկային կերպարը հետաքրքիր է։ Ես ուզում եմ հիմա փորձեմ հլա, տեսնեմ կարող եմ, գալիս էր ժամերով նստում էր ինձ մոտ առանձնասենյակում։ Զբաղված չէր, դեր չուներ, բան չէր, բայց բազմոցին նստում էր, նստած։ Գնում էին, գալիս էին դերասանները, դե 240 հոգի մարդ է, գալի տարբեր հարցեր գնում, գալիս, ոչ մի ձայն չէր հանում, ոչ մի լուր։ Այդ օրերին ինձ մոտ էր իմ լավ բարեկամներից մեկը, որ Ավստրալիայից էր եկել, դե մեր տանն էր մնում, ու բնական են, այդ ազատ ժամերին բան գալիս էր թատրոն գնում էր, արդեն գնալիս ինձ ասեց, եղբայր ասեց, ես քեզ ուզում եմ մի բան ասել, ասեց, դու ուշադիր եղի, ասում եմ, ինչ կա, ասեց, այն քո առաջնակարգ դերասան, ասեց, ինձ իքթվանա KGB-ի աշխատող է։ Ուրեմն դա լուր նստել է այնտեղ օրերով, ժամերով, դրա տպավորությանը մեջ դա էր, որ KGB-ի աշխատողը երբեք չի խոսում, նա միշտ լսում է։ Զարմանալի մարդ էր, շատ հետաքրքիր անձնավորություն, շատ լինելով այդպիսի հզոր դերասան, այդպիսի մեծ փառքի տեր բան, փորձի գալիս էր երեխայի նման։ Այ մեր երիտասարդները պիտի դա սովորեն։ Կես ժամ առաջ նա թատրոնում էր։ Եվ նա այն հազվագյուտ դերասաններից էր, որ գիտակցում էր, որ դերասանը եւ ռեժիսորը սրանք համահեղինակներ են։ Նա պիտի չսպասի, թե դերասանն ասի հիմա դու նստի բազմոցին, հետո վեր կաց, դու մի քիչ բարձր խոսիր, դու ցածր խոսիր։ Նա ինքը քո հետ էր։ Եվ երբեք ու երբեք ոչ մի անգամ նա չփորձեց փորձի վրա, տրամադրության վրա ազդել կամ ինքը դառնալ իշխող, որ կարող էր եւ ի վերջո իշխող էր, առանց իշխելու, էլի զարմանալի բան, զարմանալի հատկություն։ Նա իրոք փորձի գալիս էր ոչ թե փորձի, այլ գալիս էր աշխատելու։ Այդ ռուսների մոտ լավ է ասում, չեն ասում у меня репетиция, ասում են у меня работа։ Նա աշխատանքի էր գալիս։ Զարմանալի եւ երիտասարդությունը մեր թատրոնի մինչեւ հիմա իր հետ աշխատած դերասանները մենք ունենք Մարիամ Ղազարյան, Բարիսը Պեպանյան, մինչեւ հիմա նրան երկրպագում են եւ ոչ միայն նրանք, այլ ընդհանրապես բոլորը։ Խաչվանյանը հազվագյուտ էր, զարմանալի էր, իմ հիշողության մեջ մի շատ տարօրինակ մի փաստ կա, որ ես չեմ կարողանում մոռանալ։ Գիտեք, այն օրերն էին 90-ականների, որ այդպիսի օր չկար, որ Ստեփանակերտից դագարներ չգային։ Պատկերացրեք մեր տրամադրությունը, ընդհանրապես հայ ժողովրդի տրամադրությունը։ Դրան գումարվել էր ցուրտը, մութը եւ ընդհանրապես հազար ու մի բան։ Խաղում էինք մենք։ Խաղում էինք շատ հաճախ լապտերներով, շատ հաճախ մոմերի լույսի տակ, բան։ Ես մի անգամ բարձրացա օթյակից ասի նայեմ, Խաչվանյանը բեմում էր։ Դահլիճը ալեկոծվում էր։ Այդպիսի ծիծաղ ես չեմ պատկերացնում։ Այդպիսի կարծես փոթորկվել էր դահլիճը, այդպես։ Ես ուշադիր նայում էի, ասում էի, Աստված իմ, այ հիմա թող մեր հարևանները գան, նա տեսնեն էլի ես։ Ու մտածեն, այս ժողովրդին կարելի է հաղթել։ Հնարավոր չի հաղթել։ Ծիծաղը, մարդու ծիծաղեցնելը շատ դժվար է։ Լացացնելը մենք էլ մի քիչ ազգովի հակված ենք, չէ՞, այնպես տխուր լինելու եւ հակված ենք։ Հա ինչ ես ասում բար եւ ամիջապես, բայց ծիծաղեցնել։ Ես բարձրանում էի կուլիսներ, ասում էի լավ, այս մարդը ինչ է անում, հələ հետաքրքիր է։ Ինչ է անում, որ այսպես դալիճի 700 հոգու քթից բռնած 2 ժամ տանում է։ Ինչ է անում այս մարդը։ Ոչ մի բան չես կարող հասկանալ։ Չես կարող հասկանալ, թե ինչ է անում, ինչպես է այդ բոլորն անում, որ նա կարող էր մի նախադասությունը 30 անգամ ասել եւ 30 անգամ դահլիճը պիտի քրքրվեր, քանդվեր դահլիճը։ Շատ ափսոսում եմ, շատ սիրելի մարդ էր, շատ։ Ես շատ եմ ցավում, որ այդպիսի մարդիկ պակասում են։ Եվ գիտեք, այ գալիս էի ես մտածում, կեցե ձեր
հերոստատեսությունը, որ այն ամենայնիվ անդրադառնում եք, էլի, չեմ ասում հաճախ, բայց երբեմն անդրադառնում եք, որովհետև մեր երիտասարդությունը արդեն պիտի հասկանան, որ իրենք ի վերջո անտառում ծառի փչակից չեն ծնվել։ Հայր մայր են ունեցել, տատու պապ են ունեցել, ինչ-որ մի բան կա, ավանդություն կա, որ պիտի պահել այդ բոլորը։ Չի կարելի ապրել հիմա աջ ձեռքով ձախականջը բռնելով, չի կարելի։ Թատրոնը ունի իր օրենքները, ազգային թատրոնը ունի իր օրենքները, ասում եմ ու զարմանում, որ մեր թատրոնների խաղացանկը նայում ես, երբեմն նաև մեր թատրոնի, չես կարողանում որոշել սա իսպանական թատրոն է, թե իտալական թատրոն, ազգային դրամատուրգիան, ազգային մեր մեծերի թողած ժառանգությունը, մենք ինչպես ենք դա պահելու եւ ինչպես ենք փոխանցելու երիտասարդությանը, ինչպես ենք հասկացնելու, որ դերը պիտի սովորել, ինչպես ենք հասկացնելու, որ փորձից պիտի չուշանալ, զարմանալի բաներ կան, որ այդ մեծերի մոտ միսուարյուն էր, նրանց կարիք չկար այդ բացատրելու եւ նրանց ներկայությունը ստիպում էր, որ շրջապատը ամաչի, որտեղ եթե նա գալիս է ժամանակին, դու չես կարող ուշանալ, դա չի կարող ուշանալ։ Թատրոնի նկատմամբ վերաբերմունքը, ես գիտեք, ես չափանիշները շատ են նույնացել։ Բոլորս ենք մեղավոր, բոլորս, հիմա խնդրեմ մի երկու սերիալում նկարվի, մորուք էլ պահի, արդեն հետդ խոսել չի լինում։ Եվ այդ խեղճ երիտասարդը, թշվառ երիտասարդը, իրեն թվում է, թե իրենից սկսվում է հայ թատրոնը եւ իրենով էլ պիտի վերջանա։ Սա շատ վատ բաներ են եւ այդ մեծերի կորուստն է եւ այ հաճախ պիտի հիշեցնեն նրանց, հաճախ պիտի հիշենք։ Զարմանալի է, նայած աշակերտական նստարանից, ուսանողական նստարանից արդեն աչքի է ընկել։ Ես զարմանում եմ Ակակի Խորավայի փոքրիկ նյութը, մեր ստուդիայում ես ուզում եմ խոսել եղած 3 տաղանդավոր ուսանողների մասին, որ 3-ն էլ հայ էին՝ Եվլախով, Գուլիջանով, Խաչվանքյան։ Եվ պատահական չի, որ Խաչվանքյանին հատուկ հրավերով բերեցին Երևան, Արտեմի Այվազյանի հրավերով, եւ զարմանալի ճակատագիրը ինչ բան է։ Հիմա նրանք Պանթեոնում պարկած են կողք կողքի։ Զարմանալի է, մեծ դերասան էր, եւ գիտեք, ես ինչի եմ սա այսպես հանգիստ ասում եւ բարձրաձայն, որտեղ ես լսել եմ, թե Խաչվանքյանի մասին ինչեր էին ասում Գոհար Գասպարյանը, Բաբկե Ներսիսյանը, Խորենը, Աբրամյան, Սոսը, հիացած ուղղակի մեր հայտնի թատերագետները, սա դժվար բան է, գիտեք, դերասանի մասին, մանավանդ մենք մի քիչ ժլատ ենք եւ չենք կարողանում տեղնուտեղ անմիջապես մարդուն բնութագրել, ասում ենք, լա տեսնենք, թող մի բան էլ խաղա հետո, մի բան էլ թող խաղա հետո, մի բան էլ թող խաղա, արդեն ուշ է լինում, մարդը դառնում է 50-60 տարեկան, արդեն դու կարող ես, բայց դու նրան առավոտյան պիտի ասես ամեն ինչ։ Մի դեպք էլ որ շատ տպավորվել է իմ մեջ, էլի այդ ցուրտ ու մութ օրերն էր, խաղում են Խաչվանքյանը բեմում, էլի մեծ ոգևորություն, բան ներկայացում վերջացավ, ծափահարում են, մեկ էլ մի կին ինչ-որ թղթի մեջ փաթաթած ինչ-որ բան տվեց։ Կարպը առանց հասկանալու բան վերցրեց, ամիջապես իհարկե գնացի, ես ասում եմ, Կարպ մի քիչ, այդ ինչ էր, դե չեմ նայել դեռ, ասում եմ, բաց մի հատ տեսնենք ինչ է դա, բացեց ինչ լիներ, հացի մեջ մի հատ կոտլետ։ Վայ։ Այսին սերը, այդ կնոջ երևի թվացել է, թե նա չունի ուտելու բան չունի, կամ երևի քաղցած է իր սիրած դերասանին հացի մեջ փաթաթած մի կոտլետ։ Ավելի մեծ գնահատական, ավելի մեծ սիրո, ավելի մեծ արտահայտություն դժվարանում եմ։ Ընդհանրապես մեր թատրոնը հրաշալի դերասաններ շատ է ունեցել, բայց Խաչվանքյանը կամաց դարձավ առաջատարը, դարձավ նավավարը, դարձավ են մեջտեղի ձին, որ քաշում է, այդպիսի երևույթ դարձավ Խաչվանքյանը, առանց թատրոնի նա իր կյանքը չէր պատկերացնում։ Հանգստյան օր, երկուշաբթին գիտեք թատրոններում հանգստյան օր,
առավոտյան 11-ից 15 պակաս գալիս նստում էր հերթապայի մոտ, լուր, ոչ լուր, նստում էր մինչև 2:10, փորձը վերջացավ, վեր կենում գնում էր տուն։ Շատ զարմանալի մարդ էր, սիրելի մարդ էր։ Կարպ Խաչվանյանի այս մեծության ու հետաքրքիր կողմերի մասին խոսելով այսպեսի մի հարց. թատրոն որպես միավոր եւ դերասան որպես մեկ միավոր, իհարկե լավ դերասաններ ամեն թատրոն ցանկանում է ունենալ, երբ հեղինակության առումով մեկ դերասանի հեղինակությունը այդ աստիճան է բարձրանում։ Ինչ վերաբերմունք է լինում թատրոնում մյուս դերասանների կողմից։ Հիմա իհարկե ժամանակ է անցել, բայց այն ժամանակներում նույնիսկ դերասան, որը չէր գիտակցում կամ միգուցե իր տեսակով էր այդքան համեստ, ինչպես դուք ներկայացրեցիք, որ իր հեղինակությունը մի տեսակ յուրահատուկ ցցված էր, այսպես առանձնացող էր այդ ֆոնի վրա, հա, մի քիչ առանձնանում էր թատրոնից նույնիսկ կամ քաշում էր իր ետևից թատրոնը նաև տանում էր։ Ինչ կերպ էին նրան ընդունում խաղընկերները, բոլոր թիմակիցները թատրոնում։ Քանի որ ինքը բացառիկ տաղանդավոր մարդ էր, նա վայելում էր համընդհանուր սեր ու հարգանք։ Այդպիսի մեկը չկա, չի կարող լինել, որ հանկարծ Խաչվանյանի մասին մի աննշան անգամ մի թերություն, բնավորության, թե ինչի մասին որևէ բան ասի, հետո նա ինչու են դառնում այդպես մեծեր, ոչ միայն իրենց տաղանդով, այլև իրենց վերաբերմունքով, իրենց շրջապատի դերասանների նկատմամբ, Խաչվանյանի մասնակցությամբ որևէ ներկայացման ժամանակ չորրորդական պլանի վրա կանգնած որևէ դերասան չէր կարող իրեն թույլ տալ որևէ ավելորդություն։ Այսինքն նա պահում էր թատրոնը, ուրիշ տեսակ։ Ես Լենինականի թատրոնում աշխատել, գիտեք, այն օրերին, որ Արտավազդ Փաշայանը մասնակցում էր ներկայացմանը, ես հանգիստ խղճով կարող էի թատրոն չգնալ։ Որտեւ էլի ասում եմ, այդ 6-րդ պլանում Մասսայական տեսարանում մասնակից երիտասարդ դերասանը, եթե նիզակը մի քիչ թեք պահեր, նա պիտի փախներ, նա պիտի Լենինականից էլ կքշեր, Փաշայանը, ընդհանրապես կքշեր, Հայաստանից էլ կքշեր։ Դա թույլ չէր տա, որ թատրոնում որևէ մեկը ապրի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Թատրոնն իր օրենքներն ունի։ Թատրոնը չի կարելի հենց այնպես սիրել։ Թատրոնը դաժան սիրուհի է, դաժան, ահավոր։ Եթե դու ինքը հանգարց տեսավ, որ դու նրա հետ խաղեր ես խաղում կամ մի ուրիշն էլ, որի հետ բան, նա քեզ կպատժի, չես կարող բռնել նրա ձեռքից։ Այ Խաչվանյանը նաև այդպիսի դերասան էր։ Այդ իր համեստության, լռության, նա հաճախ ասում էինք, Արտնիկի, ախր ես հարցով դու մի բան ասա, էլի բան, ասում է, ես ով եմ, որ ասեմ, ես ում ասեմ, այսպես էս խեղճ վիճակում էր։ 18 տարի թատրոնը անիվների վրա էր, այդ շենքն էր կառուցվում, 18 տարի, եւ մեր հրաշալի դերասանների մի ամբողջ խումբ, հսկայական խումբ 18 տարի անիվների վրա էր։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ տառապանքով են սպասել մարդիկ այդ շենքին։ Գնում էին գյուղերը, խաղում էին, գալիս էին, գիշերը պիտի ռուսական թատրոնի ներկայացումը վերջանար, պիտի նրանք դեկորները հավաքեին, մեր դեկորները դրվեր, որ մենք ժամը 2-ին փորձ սկսեինք մինչև լույս։ Այսպիսի կյանքով են ապրել Խաչվանյանը եւ էլի շատերը, որոնց անունները ես հիմա եթե տամ բավական երկար ժամանակ կխլի։ Այդպիսի կյանքով են ապրել։ Այդպես է եղել սերը։ Սերը այդպես է, կամ սիրում ես, կամ չես սիրում։ Մենք մոտավորապես այստեղ լսելով ձեր պատմությունը, կլանելով ամեն բառը, պատկերացնում ենք, թե ինչ տեսակի մարդ է եղել Կարպ Խաչվանյանը, կամ փորձում ենք պատկերացնել նրան բացարձակ համեստ, որը բնորոշ է իրոք տաղանդավոր մարդկանց, ովքեր խորություն ունեն, ովքեր այդ խորությունը ներկայացնում են իրենց գործի մեջ, արվեստի մեջ, ու դա այդպես էլ եղել է։ Ինչ դրամա է բայց ունեցել Կարպ Խաչվանյանը, ինչպիսին էր նրա անձնական կյանքը։ Իհարկե մի փոքր այսպես սովորաբար աշխատանքի մեջ չես փորձում շատ խորամուխ լինել, հա, բայց միևնույն ժամանակ տասնամյակներ շարունակ ապրելով, աշխատելով, զգալով այդ մարդուն, դու մոտավոր պատկերացումներ ունես ու հասկանում ես կարող է ցավի պատճառը ինչ որ չափով այդտեղից լինի։ Չէ, դա բնավորության գիծ։ Բնավորության գիծ։ Նախ ես անձնականի մեջ չեմ կարող որևէ մեկի, որովհետև դա
Ոչ մեկը ոչինչ չի կարող հասկանալ, բայց վերջերս մի հետաքրքիր բան եղավ, մի թղթակից ինձ էլի հարցնում էր, ասում էր, ձեր եւ Գալյանովենցի հետ ինչպես եղավ ձեր կապը։ Առաջինը ով ասաց ես քեզ սիրում եմ, ասում աղջիկ ջան, այդ ինչ ես ասում։ Ինչ ես քեզ սիրում եմ ասում։ Ասում ես երկար ժամանակ տեսա որ Գալյանից հետևում է, հետապնդում է, ասում մեկ էլ հիշում եմ հարսանիքը, ասել եմ ինչ չեմ հիշում։ Այնպես որ հիմա Խաչվանյանին ով գիտի մեզնից յուրաքանչյուրի ողբերգությունը, թե որտեղ ինչ կա, այս մասում ինչ կա թաքնված, եւ ով կարող է իմանալ։ Ոչ մեկը։ Երբեմն ինքը մարդն էլ չի իմանում, թե իր հետ ինչ է կատարվում։ Բարդ բան է։ Անշուշտ նա էլ երևի ուներ իր ոչ այնքան։ Սա կարծես լուսնի հակառակ կողմը լինի, որը միևնույն է անտեսանելի է մեզ։ Չի կարող հասկանալ, չի կարող։ Բայց որ նա բեմ էր մտնում, ասում էի սրանից ավելի անդարդ մարդ չկա աշխարհում։ Փոթորիկի նման, փոթորիկ էր։ Ես շատ իմ մասնագիտության ճակատագրի եւ տարիքի բերումով շատ ներկայացումներ եմ նայել, բազմաթիվ եւ Եվրոպա եւ Ամերիկա եւ Մոսկվա ավելի շատ։ Ես այդպիսի վարակիչ դերասան չեմ տեսել, որ նստածները քեզ տանի։ Տաքսին, որը դարձավ լեգենդար, այսպես կարելի ասել։ Հատկապես մինչև մեր սերունդը, չգիտեմ, երիտասարդները առիթ ունեցել են տեսնելու կամ նույն ոգևորությամբ են դիտում, ինչպես մենք, թե ոչ, ինչպես եղավ հենց այդ ներկայացման սկիզբը։ Արդյոք ակնկալում էիք, որ այն դառնալու է մի անուն, այդ վերջերս։ Եթե անկեղծ ասեմ ոչ։ Չեք ակնկալում։ Բայց Ժիրայր Անանյանի հեղինակությունը, այդ պիեսի հեղինակներ ինքը, եւ այդ մասնակից դերասանների կազմը չէր կարող անտարբեր թողնել հանդիսատեսին։ Հետո գիտեք ինչ, հայ մարդը սիրում է իրեն տեսնել բեմի վրա։ Իրեն հարևանին, իրեն բարեկամին, իրեն գերոջը, իրեն տեսնել։ Հայ մարդը արդեն հոգնել է այդ մաշաներից, օլյաներից, կատրիններից, մյուսից, այդ մարդիկ իրեն չեն հետաքրքրում։ Եվ այս իմաստով, եւ դրանք գումարվեց իհարկե այս քարյակը, Խաչվանյան, Սվետլանա Գրիգորյան, Մելինե Համամջյան, Ստեփան Հարությունյան, եւ իհարկե այն ժամանակ դեռ բոլորին երիտասարդ Մարիամը եւ Բարիսը, հետագայում ուրիշներն էլ խաղացին։ Այս բոլորը չէր կարող հենց այնպես անցնել։ Սա շատ կարևոր։ Գիտեք, նմանապես վիճակ էր նաև Սունդուկյանի թատրոնում Աշխարհ նայո շուռը եկել ներկայացման ժամանակ։ Մինչև պրեմիերան ոչ մեկը չգիտեր թե ինչ կլինի, հանդիսատեսը ինչպես կընդունի բան։ Եվ հանկարծ դարձավ մի ներկայացում, որ գիշերը հերթ էին կանգնում, որ առավոտյան տոմսարկը բացվի, մարդիկ կարողանան տոմս գնել։ Դժվար է, պես չես կարող նախորոք որոշել հիվանդության չափը։ Մենք մի փոքր էլ կզրուցենք, իհարկե, եթե համաձայն եք, կարճ դադարից հետո վերադառնանք ու շարունակենք մեր հիշողությունների, ձեր հիշողություններով այսպես համակվել։ Եվ կարծում եմ նաև տեղին է եւս մեկ անգամ կրկնել Կարլ Խաչվանյանի մասին պատմող տեսանյութը, թե եթե դեմ չեք, այսքան խոսելուց հետո նաև վիզուալ հիշողությունների գիրք կգրեն հեռուստադիտողները, կհանդիպենք քիչ անց։ Ծիծաղի անօրինակ եւ չծերացող վարպետ Կարլ Խաչվանյանը մանկուց երազում էր դերասան դառնալ։ Նա բաց չէր թողնում Թիֆլիսի կրկեսի, պատանի հանդիսատեսի ռուսական եւ ապա Գրիբաեդովի անվան թատրոնների խաղացանկերից եւ ոչ մի ներկայացում։ Խաչվանյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ 1944 թվականին ավարտել է Վրաց Ֆիլմինկից կինոդերասանական ստուդիան։ Նույն թվականին նրան հրավիրեցին Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ աշխատեց մինչև կյանքի վերջը։ 1984-ից 88 թվականներին Խաչվանյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Կարլ Խաչվանյանի առաջին դերը Բորին էր Իմրե Կալմանի Սիլվա օպերետում, որը միանգամից ճանաչում բերեց նրան եւ իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը։ Հետագայում խաղացել է բազմաթիվ դերեր։ Ay, mama, Arlecchino, da tarai da Cesar la Kefemaru. Ay, Martin, Bonnet. Es ist Martike. Es soll mich Kino mit der Rammarslössin, Mechanis mit.
Դու մի կիլոմետրով դեռ տեղ չէինք ապրել, մեկ էլ տեսնեմ այդ մարդը։ Օրը ցերեկո, ոչ դես, ոչ դեն, բռնեց այդ կնոջը ու մի լավ։ Ինչ։ Պաչե։ Պաչե, այմա դես կամ պաչե։ Նարեն, ինչ է, համարքին ասեպական կնոջը, համքուրեդի ամուչունի, չէ, կեզ նման։ Այդրիկ ինչ սեպական կինեմ, սիրածներ է սիրածը, մարդերի սեպական կնոջը պաչի։ Ճիշտ եմ ասում պայծար առամովնա։ Այդ ես մամատեմ նույնն։ Մամա, չէ, իմ զոկանչը լավ զոկանչ է, այլատ իմ զոկանչը լավ զոկանչ է, պայծար առամովնա։ Պայծար առամովնա։ Մի բան ասեմ, բայց չնեղանեմ։ Չեմ նեղանա, արտակնյաժը։ Պայծար առամովնա։ Պայծար առամովնա։ Պայծար առամովնա։ Զոկանչի լավը լինում է ընդհանրապես։ Վայ, ամոթ։ Կարփ Խաչվանքյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեև նրա խաղը հաջողված էր նաև կինոարվեստում, այնուհանդերձ նա կինոդերասան չդարձավ։ Ինձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել եւ անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը, մի առիթով ասել է Խաչվանքյանը։ Երբ մի օր բեմից արտասանում էր իր հերոսի խոսքերը, աշխարհում կա մի մարդ, որը կարողանար ինձ սիրել, դահլիճից հնչեց հանդիսատեսի միահամուռ պատասխանը՝ մենք։ Երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չունեցավ այնպիսի առասպելական հաջողություն, ինչպիսին Կարփ Խաչվանքյանը, հայ դերասան եւ ռեժիսոր։ Ծիծաղի արքան վախճանվեց 1998 թվականի նոյեմբերի 29-ին։ Այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են Կարպի թատրոն։ Մեր ու շատերի սիրելի դերասանի մասին շարունակում ենք խոսել, շարունակում ենք հիշել նրան Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն է մեր հյուրը, պարոն Ղազանչյան, նաև նշեցիք, որ Պարուշ Սևակը դերակատարում է կարևոր ու մեծել Կարփ Խաչվանքյանի կյանքում։ Մի քննարկման ժամանակ, ներկայացումներից մեկի քննարկման ժամանակ տարբեր թատերագետներ կարծիք են հայտնել, որ Խաչվանքյանին պիտի շտապ տեղափոխել մայր թատրոն, Սունդուկյանի թատրոն, այն ժամանակ այդպես էր, որտեղ որևէ բան էր ծնվում, լավ պիտի անպայման գնար ազգային թատրոն։ Պարուշ Սևակի ասում են ահա որ խենթ միջամտությունը ընդհատեց այդ խոսակցությունը, որ ինչ եք ուզում եք քանդել այս թատրոնը, Կարպը պիտի մնա այս թատրոնում։ Եվ փառք ու պատիվ նաև մեր մեծ բանաստեղծին ճիշտ էր, Կարպը պիտի մնար, կանխատեսումների մեջ ճիշտ մնար այդ թատրոնում պիտի մնար Կարպը, հա։ Շատ զարմանալի մի գիրք կա իմ ձեռքին Կարփ Խաչվանքյանին ուրեմն նվիրված մի գիրք ալբոմ է, որ կազմել է թատրոնի ընդհանրապես մշակույթի մի զարմանահրաշ մի երախտավոր, արդեն 14 հատոր, այսպես մեր թատրոնի մեծերը, մեր մշակույթի մեծերը ունի։ Այս գրքում զարմանալի էջեր կան, հուշեր կան Խաչվանքյանի մասին, ես շատ կուզեի մի երկուսը ներկայացնել ձեզ, եթե կարելի է։ Իհարկե։ Հենց Սևակի մասին ասի, Կարփ Խաչվանքյանը հայ թատրոնի կարգին լցված ամենաուժեղ նժույգներից մեկն է։ Խաչվանքյանի մասին ինչպիսի գնահատական, զարմանալի։ Եվ ես Ավետիք Իսահակյանի խոսքը, Կարպը մեզ համար անակնկալ է, անսպասելի գյուտ։ Եվ դա ասում է Իսահակյանը։ Չեմ կարծում, թե Իսահակյանը ամեն պատահական առիթով խոսք ասած կլինի։ Շատ տաղանդավոր դերասան է Կարփ Խաչվանքյանը, նա իր հերոսներին այնպիսի շապիկ է հագցնում, որ նրանք դառնում են անշփոթելի եւ ավելի սիրելի։ Վահրամ Փափազյան։ Շատ են այստեղ գնահատանքները
Ինչ անուններ հնչեցին, հա, ոնց որ ժամանակը ետ կա, ինչ ոսկե ժամանակաշրջան է եղել։ Զարմանալի։ Դե հիմա որ մենք նայում ենք, ասում ենք, Աստված այդ ինչպես էր։ Բաժանել, հա, այդ ինչ լույս էր սփռել։ Ինչու միայն երաժշտական կոմեդիա, բա հիշեք հələ Սունդուկյանի թատրոնը։ Հիշեք այդ գիգանտներին, այդ հսկա, հզոր մարդկանց։ Այստեղ շատ հետաքրքիր հուշեր կան նաև Խաչվանյանը խոսում է Հրաչաներսյանի եւ Ավետ Ավետիսյանի մասին։ Նույնպես համեստագույն մարդիկ։ Հրաչաներսյանին շատ հաճախ դերասաններն են ստիպել, ասել են գնա վարպետ, գնա Հրաչ Ներսեսիչ, գնա այս դերը ուզի, այս դերը քոնն է։ Ինքը չի ուզել, իրեն չեն տվել։ Ինքը չի ասել գնա։ Խոսքը Տոլստոյի Կենթանի դիակ պիեսում Պրատասովի դերի մասին է։ Զարմանալի մարդիկ են եղել եւ այդ զարմանալի մարդկանց մեջ Խաչվանյանը։ Գիտեք Խաչվանյանի ծառայություններից մեկն է նա է, որ նա մի քանի մյուզիկլներ բեմադրեց։ Այս ժամանակ մենք հրաշալի ձայներ ունեինք եւ ընդհանրապես մի քիչ ուրիշ տեսակ էր թատրոնի նկատմամբ վերաբերմունքը, մյուզիկլ հսկայական, բալետային խումբը հսկայական, երգչախումբը հսկայական, ասենք իմ ճկնաղ լեդին, Սև Վիշապ, էլի շատ անուններ Խաչվանյանը բեմադրեց եւ ինքը մոտ 13 բեմադրություն է արել մեզ մոտ եւ հանգիստ կարող եմ ասել, որ 13-ն էլ բացառիկ հաջողությամբ են գնացել։ Դժբախտաբար շատ դերեր չի կարողացել խաղալ, ոչ միայն ինքը, այլ խմբի բոլոր անդամները, որովհետև ինչպես ասցինք, այդ տարիներին անիվների վրա էր թատրոնը, 18 տարի անիվների վրա։ Հայաստանում որևէ գյուղ չէր մնացել, որ Պարոնյան թատրոնը չլինի այնտեղ, որովհետև ուրիշ հնարավորություն չկար։ Քաղաքում պիտի խաղային 2 կամ 3 անգամ։ Չկար ուրիշ թատրոն, ազատ բեմ չկար, որպեսզի կարողանային մարդիկ։ Պաստորեն գյուղերն էլ էին շահում դրանից։ Այո։ Եվ ըստ որում գյուղեր կար, որ գնում էր նաև նվագախումբը։ Գյուղեր կար, որ գնում էր նաև նվագախումբը։ Ափսոսում ես, որ հրաշալի դերասանների մի փայլուն, ինչ ասեմ, աստղաբույլ այդ տարիներին նոր դերեր, նոր անուններ չկարողացան խաղալ, որովհետև դրա հնարավորությունը չկար։ Երբ որ մենք խոսում ենք Կարպ Խաչվանյանի մասին, պարոն Ղազանջյան, ելի իհարկե անդադ կարող ենք հիշել, բայց մի կետ էլ կա, որ հիշում ենք տանդեմ, հզոր տանդեմ, դուետի տանդեմ, հա, դերասանական դուետի, յուրաքանչյուր ներկայացման միջից նրանք առանձնանում էին իրենց այդ համագործակցությամբ, այդ ներդաշնակությամբ։ Սվետլանա Գրիգորյան եւ Կարպ Խաչվանյան։ Մի փոքր այս աշխատանքի Սվետլանա Գրիգորյան իմ թուլությունն էր։ Կարծում եմ ես էլ իր թուլությունն էի, կարող եմ ազատ ասել այդ մասին, որովհետեւ ես իրեն շատ էի սիրում, շատ էի սիրում։ Հրաշալի կին, ինտելիգենտ, կարդացած, խորը եւ ինչ վերաբերմունք ուներ դեպի թատրոնը։ Եվ երբ նրանք հանկարծ հայտնվում էին բեմի վրա երկուսով, ես վախտ եմ ունեցել բեմադրել Ժիրայր Անանյանի Ես եմ եկել եմ պիեսը, որտեղ ամուսիններ էին խաղում։ Եվ այն ժամանակ, երբ որ նրանք բեմում էին, դու անելիք չունեիր, ոչ մի բան։ Այսինքն այնքան հավաստի էին, այնքան վառ էին, այնքան վարակիչ էին, որ ռեժիսորը կողքից նայում էր եւ հիանում էր, ուրախանում էր։ Ես նայում ծափահարում էի, ասում եմ, ես ինչ են անում սրանք։ Ես մարդիկ ինչ են անում։ Ոնց է ստացվել այդ ներդաշնակությունը։ Արդյոք նաեւ կյանքում, չէ, կյանքում հարաբերությունները, այդ ընկերությունը թե մեմից դուրս արդեն չէ, այդպես չէ։ Էլի Կարպը լուր էր։ Կյանքում զարմանալիորեն բոլորի հետ ներդաշնակ էր Կարպը։ Սվետլանա Ռոմեովնան գուցե ինչ-որ բաներ ուներ, դե կանայք միշտ էլ ինչ-որ կներեք ինչ-որ մի բան ունենում են, չէ։ Դա չէ, գուցե դա վատ բան չի, հա, իհարկե։ Իսկ Կարպնիկիչը բան էր, համընդհանուր բան, ընդունելի մարդկանցից մեկն էր։ Նրան ամեն ինչ ներվում էր, ամեն ինչ։ Այսի բան չկար, որ Կարպին չներեին, ասեն, վայ, այսպես բան արեց, բան չէ։ Նախ չէր անում որևէ բան, որ անթույլատրելի է, իսկ ընդհանրապես նա
զարմանալի հարգված, զարմանալի սիրելի, զարմանալի ընդունելի մարդ էր, զարմանալի։ Ես հիշում եմ այդ նույն ներկայացման մեջ, ուրեմն այդ երկուսը քիչ էին կարծեք, դրանց ավելանում էր նաև Մայիս Կարագյոզյանը։ Երեքով ունեին մի տեսարան, երկուսը քիչ։ Ուրեմն բանվորները հավաքվում էին կուլիսներում, որ նայեն այդ։ Նախ հենց որ Կարպը կամ Սվետլանա Արբելովնան բեմում են, բաներ, թե կներեք ես Կարպ եմ ասում, արդեն այնքան է բան եղել, հարազատացել, որ արդեն եթե նրանք բեմում են, ուրեմն հսկիչներ, բեմի բանվորներ, հավաքարարներ պիտի հավաքվեին կուլիսներում, որ նայեին, տեսնեին նրանց, ուրախանային, որ առիթ ունեն ժպտալու, առիթ ունեն ծիծաղելու։ Շատ մեծ բան է այդ ծիծաղը, զարմանալի մեծ բան է ծիծաղը։ Ինչքան տխրես, այնքան ավելի ես տխրում, այնքան ավելի կուտակվում են ինչ-որ բաներ, այնքան ավելի գնում ես խորը։ Իմ կարծիքով այդ տխրությունը տանում է դեպի ավելի շատ քայքայում եւ ոչնչացում, իսկ ծիծաղը կարող է, ծիծաղը ավելի ասոցացվում է կյանքի հետ։ Այդ տխրությունը զարմանալի բան է, սկսում ես ինչ-որ մեղավորներ գտնել, ինչու ես 3 տարի առաջ բան էր, MC կոշիկ առա, որ բան էր, 2 չափով փոքր էր, մեղավոր ես ուզում փնտրես բան, ամենահասարակ բաների մեջ, իսկ ժպիտը, ծիծաղը, հումորը, ես միշտ ասում եմ իմ եւ ուսանողներին եմ ասում, եւ թատրոնում իմ կրտսեր ընկերներին, ասում եմ բամբասելու, վատություն անելու, ինչ-որ որոգայթներ, բաներ, դրանց վրա ժամանակ մի կորցրեք, կյանքը կարճ է, կերեք, խմեք, սիրեք, աշխատեք, բայց ինչ որ անում եք, արեք նվիրված, արեք մինչև վերջ, կիսատ ոչ մի բան մի արեք, մնացած բաների վրա ժամանակ մի կորցրեք, ժամանակը ափսոս է, եւ իրոք այդպես է։ Պարոն Ղազարյան, մի քանի սերունդ, հատկապես այդ աստղաբույլի հետ աշխատելուց հետո, հա, սերունդներ են փոխվել թատրոնում եւ դուք այսպես հետևել եք այդ իրադարձությունների զարգացմանը։ Օրինակ, այսօր կան դերասաններ, որոնք, պարզ է, որ չկան, որ կարող են փոխարինել Կարպ Խաչվանյանին, Սվետլանա Գրիգորյանին, բայց ինչ կարծիք եք, մտածել եք այդ մասին տաքսին բեմադրել այսօրվա դերասաններով։ Չի լինի։ Որևիցե մի ներկայացում սիրելի։ Չի կարելի։ Չի կարելի։ Հետաքրքիր է ձեր տեսանկյունից։ Նրանք իրենց հետ տարան նաև իրենց հանդիսատեսին։ Բոլոր մեծերը իրենց հետ տարան նաև իրենց հանդիսատեսին։ Հիմա նոր ժամանակներ են, նոր դերասանուհիներ են, երիտասարդներ, նոր պիեսներ են, նոր թատրոն է, նոր կառուցվածքային նոր ինչ-որ խնդիրներ են, բան են, հիմա արդեն վերադառնալ չի կարելի, բայց նրանց շունչը պահել պիտի անպայման, եթե փորձ ես անում, օրինակ եթե ես փորձում եմ դահլիճում միշտ երկու մարդու շնչառությունը իմ մեջքի վրա զգում եմ, երկու մարդու, Վարդան Աճեմյանի եւ Լևոն Հախվերդյանի։ Այս երկուսի շնչառությունը ես զգում եմ։ Այդպես էլ դերասանը, եթե բեմում խաղում է, նա պիտի ինչ-որ մեկի շնչառությունը զգա, որ հարգանքով անի իր դերասանությունը, որ ամոթով անի իր դերասանությունը, խղճով անի իր դերասանությունը, պատասխանատվությամբ անի իր դերասանությունը։ Սա էլ շատ կարևոր է։ Եվ կան մարդիկ, որոնց տնից, թատրոնում Ջեմասրահից բանից պիտի հայելիները փագել, չնայեն իրենց, որ շատ չսիրահարվեն, էլի։ Իրաց թվա թե իրենք են որ կան, այդպես չի լինում։ Իրենք չեն, մենք չենք, մեզնից առաջ եղել են, նրանից առաջ են եղել, հետո են գալու։ Իրականում ինձ թվում է մի փոքր պակաս ունեն մարդիկ, ում համար պետք է հայելիները փակել, չող չնեղանան տաղանդի եւ բացառիկության, որովհետեւ օրինակ Կարպ Խաչվանյանը եւ նրա պես հազվագյուտ մարդիկ երևի չէին հասցնում իրենց կողքից դիտել, որտեվ նրանք այնքան բնական էին այդ ամենի մեջ, դա դրանց համար շատ սովորական էր այդ վիճակը, իսկ մենք կողքից նրանց սովորական վիճակը նկատում ենք ու հասկանում, որ նրանք բացառիկ տաղանդավոր մարդիկ են, ժամանակ չկա դուրս գալ քո մաշկից, քեզ դիտել, մի հատ հպարտանալ, ուրախանալ, չէ, նրանք ուղղակի ապրում էին ու չէին հասցնում դա անել, որտեվ իրենց համար սովորական կյանքով էին ապրում։
Շնորհակալություն այն րոպեների համար, որ մեզ պարգևեցիք այս հիշողությունների համար։ Վերջում ասենք, որ նաև Կարփաչվանյանի թորնուհին կա, շարունակություն ընտանեկան կա, տղան կա, նրանց առողջություն մաղթենք, շնորհակալություն հայտնենք սերունդներին նրանց, հայրիկի պարզապես որպես հանդիսատես, որպես երիտասարդ, որ ժամանակին դիտել է ձեր հայրիկի խաղը, շնորհակալ ենք, որ նա եղել է։ Եվ ձեզ ենք շնորհակալ։ Ես ձեզնից եմ շնորհակալ շատ։ Այսպիսի հաղորդումներ շատ արեք, խնդրում եմ ձեզ, մոռացվում են մարդիկ։ Չի կարելի դրանց մոռանալ, չի կարելի։ Արեք շատ, բոլոր շատ են, գիտեք, շատ են մեր մեծերը, անդրադարձեք նրան։ Ձեր օգնությամբ, շնորհակալ եմ։ Մենք էլ վստահ եմ, որ շատ հեռուստադիտողներ մեծագույն հաճույք այս պահերին ապրեցին, վայելեցին, վերհիշելով այդ անցած ճանապարհը, վերհիշելով իրենց սիրելի դերասանին։ Շնորհակալություն մեր հյուրներ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը։ Մենք մեծ սիրով եւս մեկ անգամ առաջիկայում նրան կհյուրընկալենք եւ ելի կխոսենք այսպիսի թեմաների մասին, իսկ դուք շարունակեք մնալ մեզ հետ։